Ինչպիսին պետք է լինի թագավորը։ Հավանաբար հզոր, հարուստ, պետք է ապրի ոսկեզոծ պալատներում, հզոր բանակ ունենա։ Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ոչ թե պատերազմող թագավորի պես սպառազինված հեծելազորով էր, այլ խաղաղության լուր կոչով, ավանակի վրա նստած։ Չնայած դրան, ժողովուրդը նրան դիմավորեց ինչպես իրական թագավորի։ Նրանք իրենց հագուստներն էին փռում Հիսուսի ոտքերի տակ։ Ծառերի ճյուղերով զարդարում էին նրա ճանապարհն ու բացականչում Օվսաննա, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Սակայն օրեր անց այդ նույն մարդիկ գոռում էին. «Խաչիր նրան»։ Ինչու՞։ Որովհետև Հիսուսը չէր համապատասխանում իրենց սպասումներին, թագավորի մասին իրենց պատկերացումներին։ Նրանք ուզում էին թագավոր, որ կպատերազմեր, կազատեր ու ռազմական հաղթանակներ կտաներ։ Մինչդեռ Հիսուսի բերած հաղթանակը ոչ թե ռազմական էր, այլ հոգևոր, մարդկանց սրտերը փոխող ու մեղքի հանդեպ հաղթանակ էր։ Այսօր էլ շատերը Հիսուսին փորձում են տեսնել ու ընկալել իրենց ցանկությունների սահմանում, բայց հիշեք, որ ծաղկազարդին թագավորական ընդունելությունից հետո չարդարացված ակնկալիքները դրդեցին գոռալ. «Խաչիր նրան»։ Դու ինչպիսի թագավոր ես փնտրում Հիսուսի մեջ։ Հավատում ես, որ նա մեղքի հանդեպ հաղթանակ, հարատև խաղաղություն ու փրկություն բերող իրական թագավոր է, անկախ քո ակնկալիքներից։